հետաքրքիր առաջարկ էր Արմեն Աշոտյանը, ինչպես ասում են երկու ձեռքով համաձայն ենք, որ ինչպես Բելարուսի օրինակը եղավ, որ պիտի դա լինի, բայց նաև հարց գործեք Ինչու չեն գործում, որ ասում ենք պիտի գնանք դեսպանատներին դիմենք, ասենք, որ տեսեք, միանգամից 125 քաղբանտարկյալի բանտարկյալի ազատ արձակեց, ում խնդրանքով, ում պահանջով, ինչ պայմանավորեցին Թրամփի մեջ։ Այն Թրամփի, որ շոյում է ձեռքն է սեղմում Նիկոլի եւ ոչ մի խոսք մեր գերիների մասին։ Եվ այդ չեմ ասում, այս ամբողջ տերորը ահաբեկչությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ուրեմն գաղտնիք չէ եւ դա փաստ է, որ միջազգային հարթակներում 3 երկիր է մշտապես համարվել բռնապետություն, դա Ռուսաստանն է, դա Բելարուսն է եւ դա Ադրբեջանն է եւ ահա բռնապետություն համարվող Բելարուսում, որի ղեկավար Լուկաշենկոն մշտապես համարվել է բռնապետ, Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 123 կալանավորի բանտարկվածի, որոնց մեջ մեծ թիվ են կազմում քաղաքական հայացքներով բանտարկյալները եւ հիմա հարց Հայաստանի իշխանություն այդ որ նոր դեսպան եք նշանակել կամ որ Թրամփի ուղի եք գցում Արման Թաթոյանն էլ առաջարկում է Սևլիջը անվանել Թրամփի կնոջ բյուզգալցերի կրծկալի անունով այդ չեք կարում դիմել Թրամփին, որտեղ ես ավելի քան վստահ եմ, որ այո, եթե մենք կարողանանք համակարգված ձևով Բաքվում խոշտանգվող մեր ռազմագերիների հարցը դեպ առաջիկա օրերին հրապարակվելու է նաև սա տեղեկատվություն փոխանցեմ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որին եւս դատապարտելու են ՑՄԱ ազատազրկման, բա դիմեք Թրամփին, բա Թրամփի տրաս է գցում, Թրամփը վկա է կանգնում Հայաստան, Ադրբեջան, ասում է բրոկերեն վկայեմ խաղաղության, իբր խաղաղության համաձայնագրին, բա այդ համաձայնագրից առաջ դիմեք, պահանջեք, որ որևէ խաղաղություն չի ստորագրելու, միջև բրոկեր, միջև միջնորդ Թրամփը չդիմի Ալիևին եւ Բաքվում գտնվող մեր 23 ռազմագերիները, որոնցից 15-ը Արցախի քաղաքական էլիտան են, ազատ չարձակվեն եւ չգան Հայաստան, ես ավելի քան վստահ եմ եւ միանում եմ առաջարկին, որ մենք իզորու ենք, այո, մենք կարող ենք եւ դա պիտի անել հենց առաջիկա օրերին Միացյալ Նահանգների դեսպանության մոտ մեծ համաժողովրդական բողոքի ուրեմն եւ նաեւ կոչի հավաք կազմակերպել, որտեղ հավաքված կլինեն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որpիսի այո, Միացյալ Նահանգները, ով հայտարարում է ամեն առիթով, որ ես եմ Թրամփը հայտարարում է, որ ես եմ արժանի խաղաղության մրցանակի, որովհետև բերել եմ այս երկու հակամարտող կողմերին մեկ սեղանի շուրջ, չի կարող լինել խաղաղություն, եթե Բաքվի բերդում խոշտանգվում են հայ ռազմագերիներ եւ նորից պիտի ահազանգեմ այլևս ընդմիշտ կտրվածա կապը լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի հետ եւ ընտանիքը այո ոչ մի տեղեկատվություն չի կարողանում ստանալ ես կնոջ հետ կապի մեջ եմ մենք այլևս չգիտենք Վիգենը ողջ է թե մեռած է որովհետեւ վերջի տեղեկատվությունը այն էր որ նա չի կարողանում այլևս քայլել հրաժարվում են նրան տեղափոխել Բաքվի հիվանդանոց նրա ոտքերը այլևս անզգայացած են եւ միայն կլուչնիկները նրան տալիս են թեյ այն որ Ալիևը ասում էր հայերը մեծ խոսում էին ասում էին գալու ենք Բաքվում թեյ խմենք հա եկել են եւ Բաքվի բերդում մենք այնքան մեծահոգի ենք որ իրանց բոլորին թեյ ենք տալիս չէ բայց ես լավ է նաեւ կոչ ճիշտ է Արմեն Աշոտյանը 2 տարի բանտված էր սարսափելի պայմաններ եւ այլն բայց այս խոսքերը առաջին հերթին հենց պետք է ուղի սեփական կուսակցությանը հանրապետականին այս խոսքերը պիտի ուղի հայեղափոխական դաշնակցությանը որովհետեւ այս իմաստով պարապ-սարապ ոչինչ չի արվել չգիտեմ ինչի դուք վախեցել եք չեք գնացել միայն դերասանություն չանեք ասեք որ պարտադիր պիտի 30,000 լինի դուք կարող էիք 100 հոգով գնալ 50 հոգով գնալ
եւ պարբերաբար Դե, հետեւողական Արմենը ինքը դուք կարող ԵՄԴ եք դիմաց բազմից առանձին շատ ակցիան լավ է արեց, արել, դրա համար Արմենը, ասեմ այո։ Արմեն Աշոտյանին դուրս եմ անում եւ ողջունում եմ այս առաջարկը, բայց ձեր կուսակցությունը Հանրապետականը թերացել է, Հայ-Աղափական Դաշնակցությունը թերացել է, երկրորդ նախագահի թիմը թերացել է եւ առհասարակ քաղաքական ուժերը հետեւողական թողել մի հատ 20 օր շարունակ 500 հոգով գնային ԱՄՆ դեսպանատուն, ասեին այ կապիկ, Թրամփես ինչ ես, այնտեղ ասում ես քրիստոնյաներն են պաշտպանում, չգիտեմ, բրավո Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից էլ բան ես անում, ասում ես բրավո Նիկոլ Փաշինյան, երբ որ ինչ են անում քրիստոնյաներին Բաքվի բանդում, առավել եւս ինչ են անում քրիստոնյաներին եւ մեր սրբազաններին Հայաստանի բանդում։ Հիմա ուզում եմ Չէ, այնպես որ օդի մեջ մի խոսեք, պարոն Աշոտյան, լավ եք արել, բայց հետեւողական եղեք ձեր ուժի հետ միասին, այլապես այնպես ճիշկաստացող մի հատ կուսակցություն եք մնալու, ինչպես մնացած ընդդիմադիր գործիչները այս 2 տարում տեսնում ենք, այդ իմաստով մի հատ ձևական 1-2 ակցիա են անում, մի ժամանոց ու վերջանում է։ Այդպես չպիտի լինի։ Այս օրերին հավատացնում եմ ձեզ, նույն Եվրոպայում, Բրյուսելում Արմենը, եկեք Ես փակագծեր Արմեն չբացեմ, Աշոտյանին չեմ ասում, ես այդ ուժերի մասին եմ ասում, 200 հոգով հետեւողական 1 ամիս շարունակ թող գնան անեն, 1 ամիս շարունակ կամ 10 օր շարունակ։